ուրբաթ եւ շաբաթ օր բոլորին հրավիրեն էին, եթե դուք նաեւ միտեղ անցնեք, այսօր նաեւ տեղի ունենում Կիրակի օրը, բայց երեք եւ անցյալ օրը բոլորին առաջարկեցին, աշակերտները դպրոց չգնացին, բիզնեսները ստիպված եղան ոմանք փակել, տեսնում եք այսպես տասնյակ հազարավոր մարդ Ամերիկայով մեկ Թրամփի դեմ իրենց այս immigration այս ձերբակալումները եւ երբ որ կնում են եւ երկու հոգի մահացան դրանց մեջ մեկը 37 տարեկան կին, մյուսը 37 տարեկան տղամարդ, երկուսն էլ Մինեապոլիս, Մինեսոտայում այդ նահանգում է, որ նախագահ Թրամփը հրաման էր տվել ամենամեծ թվով այսի ոստիկանությունը կամ զինվորականներ այդտեղ էին, պատկերացրեք Մինեապոլիս, Մինեսոտան 400 պատկերացրեք 50,000 մարդ է ապրում, Գլենդելի երկու անգամ մտածեք այդպես 3000 այդ ոստիկաններից այնտեղ որ ձերբակալեն երկրից վտարեն, օրինակ Լոս Անջելես նաև ղրիկերն էին նախապես 4 միլիոն մարդ է ապրում Լոս Անջելեսում 1500 հոգի էին ուղարկել այսպես հիմա որով երկու հոգի սպանվեցին մեկը 37 տարեկան տղամարդը հրյա էր այս հրյաները այդ իրենց համարում են իրենցից համարում են որ այստեղ ծնված մեծացած եւ նրս էր բուժեղբայր էր նրս էր հիվանդանոցում եւ երբ սպանվեց կազմակերպությունները ճնշում բանացրին խիստ նախագահի վրա նաեւ ներկայացնի տան անդամներ որ 7 ռիփաբլիկան սենատորներ իհարկե դեմոկրատները բոլորը այս վիճակի դեմ են 7 սենատորներ ռիփաբլիկան նաև ասացին սա անընդունելի է որ գիտեք ինչ հիմա լուր են մնացել մի բան չեն հակաճառում Թրամփի ինչ որ անում է եւ 29 ներկայացնի տան անդամներ որ երբևիցե չէին խոսում նրանք այս աշխատանքի դեմ արտահայտություններ կատարեցին որ մինչ հիմա մասամբ ոչինչ չէր ասում ռիփաբլիկան ներկայացնի տան անդամներից որևէ մեկը ահա այսպես ճնշման տակ առին եւ նախագահը նախ այն Բովինո անունով այս immigration-ի ոստիկանների պետին հանեց աշխատանքից եւ Հոմն անունով որը սահմանի զարն է ցարն է նրան նշանակեց եւ ասացին մասամբ կիչեցնեն զինվորականներ հետ քաշեցին այսպես բանակցեցին հանգապետի հետ քաղաքապետի հետ այսպես մեղմացին իհարկե հետո մի օր հետո Թրամփ ասաց մենք էլի շարունակելու ենք թե մեղմացներ ամեն ինչ ասած շարունակելու ենք անօրինական ենք մենք փնտրում անենք բայց այս immigration ոստիկանները գնում են անձին ասում այսպես փողոցում մարդիկ իրենց այսպես паспорт իրենց հետ չեն տանում որ փաստեն որ ես ամերիկացի եմ այլ անօրինական չեմ ձերբակալում են տանում են մինչև որ փաստվի որ տարբեր է ամենայն դեպս այս երիտասարդը ատրճանակ ուներ այդ քաղաքը այդ նահանգը ամեն անց տեսնում եք այս երկու ատրճանակ կարող ունենա իր մեջքին էր դրել ատրճանակը եւ նախքան իրեն հետ երկու ոստիկան վայրեն գցում նախքան ատրճանակը իրեն հանեն էին եւ հետո կրակում են իր վրա երբ որ ուզում է բարձրանա եւ այլն ու հանում այս 37 տարեկանը տղամարդը որ աշացի բուժեղբայր էր մանում է այդտեղից որ սկսվեց կազմակերպությունները իրական խիստ ճնշում բանացնել, պահանջել որ ինչ եղավ, ինչ պատահեց, այսպես հիմա այդ հարցը պետք է վերանայեն։ Քիչ հետո պետք է ցույց տամ այս երկրի դատախազի, այսինքն Attorney General-ի տեղակալը Todd Blanche, որ նախկին Թրամփի փաստաբաններից է, նա ասել է որ մենք հետևելու ենք այս հարցին նախապես նոմ, որը Department of Homeland Security, այսինքն անվտանգության նախարարն է, այդ կին եկել նրա սրեր այս անձնավորությունը ատրճանակ ուներ, ուզում էր կրակեր, սպաներ, ատրճանակ բերեր զինվորականներին սպանել, հետո իրեն ճնշեցին, երբ որ
փաստվեց, որ ոչ մի ատրճանակ չի օգտվել, այլ իր տելեֆոնով նկարում էր միայն ինչ է կատարվում, ու նա նաև հետ նահանջեց, ասաց, որ ինձ ասեն էին, այսինքն ամեն մարդ հիմա աշխատում է ասի ուրիշն է մեղավորի, իրենք մեղավոր չեն ոչ մեկը, այսպես դժվար կացության մեջ եղավ, հիմա ոմանք պահանջում են Թրամփին, որ այդ կնոջը Նոեմ անունովին աշխատանքից հանի Թրամփը, բայց ինքը ասել է, որ ես իրեն վստահում եմ իր աշխատանքում, բայց ասում են այնտեղ առանց արտահայտվելու կարծեք խոսում են, որ ինչ անեն այս նախարարի եւ իր տեղակալի հետ, որ իր boyfriend-ն է, ինչ պիտի անել սրանց հետ, անել, թե թողնել մնան, որովհետեւ նախագահի ցանկությունը չի անցյալում բոլոր նախարարներին նախագահ Թրամփ իր առաջին նստաշրջանում հանեց, որովհետեւ ուրիշի առաջարկությունով էր, բայց սրանք մեկիկ ինքն է որոշել, մարդիկ է դրել, որ 100% ինքը ինչ ասում է, լսում է։ Օրինակ արտգործ նախարարը այս երկրի առաջին նստաշրջանում եղել էր Exxon Mobil-ի chairman-ը, ղեկավարն էր եղել այդ երկու կարևոր նավթի ընկերությունը, որ ինքը բոլոր աշխարհի ղեկավարներին ճանաչում էր նավթի բերումով։ Եվ Թրամփը մի բան էր ասում, ասում էր, տավոր ասում ես սխալ բան է։ Այսպես անընդհատ վիճում էր, հետո Թրամփ իրեն աշխատանքից հանեց, բայց այս անգամ ինչ որ Թրամփը ասում է նա են անում։ Օրինակ արդարադատության նախարարը, Attorney General-ը չպիտի նախագահի հետ կապի մեջ լինի, պետք է անկախ լինի 1970-ական թվականներին, երբ որ նախագահ Նիքսոնը նման հրաման տվեց Watergate-ի վերաբերյալ, այդ Attorney General-ը, որ իր ընկերն էր, Նիքսոնի եղել նշանակել էր, ասաց նախագահ չի կարող մխրճվի արդարադատության կամ Attorney General-ի աշխատանքի մեջ հրաժարվեցին, այդպես մի քանի հոգի հրաժարվեցին։ Ամենայն դեպս ես հիմա ուզում եմ ցույց տալ այս ցույցերը, ինչ որ տեղի ունենում, դրանց մեջ նաև սա Մինեսոտայում է տեղի ունենում եւ այս սև անձնավորությունը ինչ որ տեսնում եք Դեմն անունով նախկին CNN-ի հաղորդավար էր տարիներ Dan Lemon-ը այստեղ տեսնում եք այս ոստիկանն է գնացել է մարդկանց տունը մեկի տունը նայում է որ այդ 5 տարեկան երեխային երկրից հանեն էին բոլորը հարցնում են հիմա քիչ հետո անդրադառնամ anyway Dan Lemon-ին եք տեսնում ուրեմն այնտեղ նկարելիս է լինում իրեն ձերբակալում են եւ պետք է դատարան ներկայանա այս գալիք շաբաթ եւ հիմա ինքը նաեւ բողոք ունի որ իրեն իրավունքն է որում ուզում է նկարի ինքը այդ բողոքողների շարքում չէր ինքը ասում է այսպես եւ ասում է իմ հավելում առաջին հավելում այս երկրի սահմանադրության թույլ է տալիս որ գնա մխրճվի այս հարցերում նկարելով սա Լոս Անջելեսում եք տեսնում տեղի ունեցող այս վերջին 2 օրը այսպես տեսնում եք իսպաներեն գրեն սա 37 տարեկան զոհն է ում որ տեսնում եք Pretty անունով այստեղ Alex Pretty-ն եք տեսնում 37 տարեկան այնտեղ Michael Pretty իր հայրը այս պատկերը հիմա տրին է եւ ասում է տատ պիտի բացանեն այս սպանության համար նախագահ Թրամփը եւ իր կինը գնացել են իր կինը մեկ հավաքեր կազմակերպել որտեղ Միլանիա Թրամփը 28 միլիոն ստացել է մեկ ֆիլմ է ինչ որ պրոդյուսեր է նախագահը եւ իր կինը գնացել են դիտելու այդտեղ իրեն հարցում են եւ ինքը ասում է որ ես հետ չեմ կանչելու այս ինչ որ կատարում ենք այսպես տեսնում եք սա այդ կինն է որ ասացի Նոմ անունով Քրիստի Նոմ անունով որ հիմա ասացի այս Department of Homeland Security պատասխանատուն է եւ Department of Justice-ն է
Սա 5 տարեկան տղա է, որ ասում է մենք ուզում էինք իր մայրիկին հետ վերադարձնեին, գնում են դուռը թակում են, բայց մայրը դուռը չի բացում, որտեղ վախենում է, որ մյուս երեխային եւ իրենց է ձերբակալելու, դուռը չի բացում, ուրեմն ոստիկանությունը տանում է հոր հետ, որ հիմա երկրից վտարեն, այսինքն նահանգից Մինեսոտայից վտարեն են, գնաց տարեն են Տեքսաս բանդում են, այստեղ տեսնում եք այդ երեխան հիմա մի քիչ հիվանդացել է, հոր կրկում եք տեսնում այս 5 տարեկանին, այսպես տեսնում եք, որ ասում է, որ ձերբակալեն ինձ, ուրեմն ասում է, հայրն ասում է այս մասին։ Ամենայն դեպս երկրում տարօրինակ վիճակ է տիրում այս ձերբակալումների եւ այլն, սովորաբար այսպես տեսնված չի, բայց ամենայն դեպս նախագահը ասում է մեր նպատակն է, որ անօրինականներին այս երկրից հանել, բայց երբ որ գնում են ձերբակալելու, ուրեմն չգիտեն ով է անօրինական կամ օրինական, իհարկե կենտրոնացած է շատ իսպանախոսների վրա այդ դեմք ունեցողներին դրանց են ձերբակալում, բայց բացեպատ չեն կարող ասել, որ խտրականություն է նաև դա, որ դուք ասեք մենակ իսպանացին եմ ուզում դուրս տամ, իրենք ասում են անօրինականին են ուզում ձերբակալել եւ երկրից հանել։ Ես միաժամանակ քիչ առաջ CNN-ի հաղորդավարի մասին խոսեցի, Դան Լեմոնի մասին խոսեցի, որ CNN-ը տարբեր պատճառներ եղավ, ինքը երկար տարիներ, մոտավորապես 18 տարի, 20 տարի այդտեղ հաղորդավարներ CNN-ի 2023-ին իրեն աշխատանքից հանեցին եւ հիմա ինքը ասում է, ես անկախ լրագրող եմ, այսպես տեսնում եք, որ ձերբակալեն եւ պիտի ներկայանա դատարան, այստեղ տեսնում եք իրեն։ Ես հիմա մի ասացի այս Pretty մահվան առիթով major կամ խոշոր փոփոխություն կա ինչ որ կառավարությունը Միացյալ Նահանգների կառավարությունը խոսում է որ մեկ քաղաքացի սպանվել է որ ասացի սա հեշտությամբ դեռ չի ավարտվի կգնա եւ երևի կառավարությունը ստիպված կլինի տասնյակ միլիոնավոր դոլար վճարի այդ 37 տարեկան տղամարդու սպանության համար։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Էփստինի մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում, Burbank-ում է գտնվում, դուք եթե ցանկություն ունեք ձեր մասնագիտություն, կրթությունը բարձրացնել, անգլերեն չգիտեք, անգլերեն սովորեք, անգլերեն գիտեք ավել մասնագիտացված եւ ատամնաբուժի օգնական լինեք, բժիշկի օգնական լինեք, բոլորը դրանք 12 տարբեր նյութեր են դասավանդում, անվճար է, որովհետեւ Կալիֆոռնիայի նահանգն է վճարում դրանց համար։ Սա դպրոց չի, որ ուզում է ձեզանից գումար վերցնի շահեն, որևէ գումար չեք վճարում այս մասնակցելու այս դասավանդումներին։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է։ Եթե տեղերի կարիք ունեք, զանգահարեք այստեղ հեռախոսամեր։ Իսկ իրենց նոր կենտրոնը բաց են անելու Sunland քաղաքում ծառայելու է եւ աշխատանքը կամ իրենց ծառայությունը մատուցումը լինելու է հարակից քաղաքներ, եթե տեղեր կարիք ունեք, կարող եք գնալ Sunland նաեւ մի քանի օր հետո պիտի բացանեն իրենց կենտրոնը կամ զանգահարեք իրենք կբերեն ձեր տանը։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Այստեղ տեսնում եք, եթե դուք վարձակալ եք, վարձենեք ապարտման կամ վարձենեք բնակարան, առանձնատուն եք վարձել, պետք է մաքուր լինի, բնակելի լինի։ Եթե այդպես չի, ձեզ պիտի հատուցում տան։ Կալիֆոռնիայի որևէ քաղաքում ապրում եք չի տարբերում։ Սան Ֆրանցիսկո եք ապրում, թե Լոս Անջելես, թե Գլենդել, բոլոր որտեղ ապրում եք, կարող եք զանգահարեք, եթե ձեր բնակարանում մրջում կա, միջատ կա, մուկ կա, պահարանը բացում է, այսպես միջատները վազում են, ուրեմն դա բնակելի չի, ձեզ պիտի հատուցում տան, դուք ոչինչ չեք վճարում,
անվճար խորհրդակցության համար։ Եթե հաջողի գումար վերցնի ձեզ համար, հետո այդ գումարից վճարելու եք իրեն կվերադառնա։ Ջեֆրի Էփստին ինքը բանդում իրեն սպանեց 2019 թվին։ Մոտավորապես 15 տարի ամենամոտիկ ընկերն եղել Թրամփի 1990-ականից մինչև 2005 թիվ, որտեղ երկուսն էլ մեծահարուստ են, երկուսն էլ Նյու Յորքի բնակիչներ են, իրենց աշտարակ ունեն երկուսն էլ, շատ հեռու չէր իրարից։ Այսպես իրեն ֆայլերի մասին է հիմա, որ նախապես 3 միլիոն իրեն վերաբերող թղթիկներ, ֆայլեր բացահայտեն, հանրության էին հանձնել, որովհետև նախապես նախագահ Թրամփ շատ դեմ էր, բայց երբ որ ներկայացնի տուն եւ սենետ անգամ ռիփաբլիկան Թրամփին ասացին, որ չի լինի սա գաղտնի պայել տեղեկությունը, վերջը համոզվեց եւ ասաց ստորագրեց, որ բոլոր իրեն վերաբերող հարցերը բացահայտեն։ 3 միլիոն նախապես տվյալ բացահայտեն էին, 3 միլիոն նաև այս շաբաթավերջին բացահայտեցին, որ այդ տվյալներ։ Իսկ 3 միլիոն այս տվյալներ նաև pager կամ էջեր չեն բացահայտել։ Ասում են այդտեղ երեխաների մասին է գրված, որ Էփստինը ցանկություն ուներ, որ այս պատանիների հետ 14-15 տարեկանի սեռային հարաբերություն ունենար, հետո իրեն ընկերներին էր առաջարկում, այսպես այս հարուստ բիլիոնատերը այդպես արծեր ուներ։ 2008-ին նաև այս բերումով իրեն ձերբակալներ էին, բայց այն ժամանակ գնում էր գիշերը բանդում պարկում էր, առավոտը գնում էր իր աշխատանքին, մի կարճ ժամանակ այդպես իրեն պատժեցին։ Իսկ հիմա ինքը ինքնասպան եղավ բանդում, երբ որ պետք է դատավարություն լիներ, ինքը գիտեր, որ էլ փրկում չկա այս անգամ, որտեղ շատ տվյալներին կարողացել հավաքել իր դեմ։ Հիմա Թադ Բլանչ նախագահ Թրամփի այսպես Attorney General-ի տեղակալ, որ նախկին իր փաստաբանն է եղել, ասում է, որ մենք լրիվ այս 3 միլիոնը, որ հանրության տրամադրության ենք դրել, ամեն ինչը բացահայտեն։ Մարդիկ ասում են մյուս 3 միլիոնը։ Հետո բողոքում են, որ այս որոշ անձիկի անունները գրված է, բոլորը բացահայտեն են։ Բայց նրանք, որ բռնապարեն են երեխաների, նրանց անունները չկա, այդ ֆայլի մեջ շատ քիչ մարդ կա, որով ինչ է արել, այդ պատանիների հետ չկա այդ ֆայլերի մեջ։ Այսպես հիմա բողոքում են, որ մյուս 3 միլիոնը ինչու չեք բացահայտում։ Հիմա այդ ինչ որ բացահայտեն, մինչև այս վայրկյանին դեռ 3 միլիոն էջ մարդիկ ուսումնասիրում են սա։ Նախագահ Թրամփին մի բան, որ շատ կարևոր լինի չկա, բայց իր հետ նամակագրություն է ունեցել, իր հետ հանդիպեր են, շփվել են եւ այսպես դրանք բոլորը կա։ Դրանց մեջ նաեւ ես ձեզ անցյալում որ 3 միլիոն բացահայտել են, որ նախագահ Քլինթոնը նաեւ իր բնակարանը գնացել է, բայց ոչինչ իր դեմ որ մի սխալ բան է արել, նրա մասին նաեւ չկա։ Այնինչ որ բացահայտել են, հիմա ինչեր կա, չեն բացահայտել, մենք չգիտենք այնտեղ ինչ տվյալներ այնտեղ կա։ Ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնեք անգամ սա Թադ Բլանչն է, ասացի նախագահի նախկին փաստաբանը, որ հիմա արդարադատախազության տեղակալն է եւ այսպես տեսնում եք 200,000 page նայվին այսինքն 3 միլիոն բացահայտել են, դրանց մեջ նաեւ որոշը պահեն են տարբեր privileges։ Այստեղ տեսնում եք Թրամփը երիտասարդ ժամանակ, երբ որ 1990-ից մինչև 2005 թիվ Էփստինի հետ այդտեղ տեսնում եք, որ հաճախ իրար հետ շփում էին, ընկերություն էին անում, այսպես տեսնում եք եւ Իլան Մասկին նաեւ բոլոր հարուստներին կանչում էր այս անձնավորություն, այսինքն հիմա դատախազության Թադ Բլանչն եք տեսնում,
ասում է որ մեծամասնություն հաղորդակցվել է նախագահի մասին մի բան չկա Էփստինը ասում է որ պրեզիդենտ Թրամփը որևէ ոչրագործություն տեղի չի տվել, այսինքն այդ ոչրագործն ասում որ նախագահ չի եւ ոչ մի անհարմար մի բան չի արել իրեն, այսինքն Էփստինի զոհերին, այսինքն Թրամփը կապ չունեցել։ Նորին տեսնում եք նաև Քլինթոնի մասին այնտեղ գոյություն ունի տեղեկություններ, որտեղ եւ մեղադրանքներ կա Թրամփի եւ Քլինթոնի մասին, որ հայտնի չի այդ մեղադրանք ճիշտ է թե ոչ, որտեղ դեռ մեկին նրանք որ գիտեն մասին դեռ չեն եկել բացատրեն։ Այստեղ ինչ որ անցավ Իլան Մասկին եք տեսնում, այդ տարիներում նաև այս Էփստինը, այդ մեծահարուստը նաև Իլան Մասկը նաև մեծահարուստ է, ուրեմն իրեն կանչեն կապի մեջ եղել ասել կամ այդ փարթիներին մասնակցի։ Ուրեմն Իլան Մասկը հիմա ինչ որ բացահայտվելն է, միտեղ գրելն է, որ երբ այդ այսպես վայրի երեկույթը կամ տարօրինակ երեկույթը երբ է տեղի ունենում, ինձ էլ տեղյակ պահի, բայց թվում է որ չի գնացել, չի մասնակցել։ Մեկ ուրիշ անձնավորություն, որ նախագահ Թրամփի այստեղ տեսնում եք իրեն, որ Commerce-ի նախարարն է, այսինքն բիզնեսի կամ Լուտնիկ անունով այնտեղ տեսնում եք Թրամփի կողքին է, այդ Լուտնիկը մինչև 2005 թիվը ինքը ասել էր, որ 2005 թվից երբ որ անդրադարձավ, որ սա երիտասարդ աղջիկների հետ հարաբերություն է ստեղծում, էլ կապը սկտրեցի իր հետ։ Հիմա բանից դուրս է գալիս, միշտ այդպես էր ասել ինքը, հիմա բանից դուրս է գալիս, որ 2012-ին նաև լրիվ կապի մեջ է եղել, ուզեցել է հանդիպեն է, այսպես, եւ ծրագրերն են միասին, որ կարողանան հանդիպեն այդ կղզիներում ինչ որ ունեն։ Լուտնիկին եք տեսնում, որ հիմա Commerce Secretary է, այստեղ տեսնում եք Մաթյու Լուտնիկ, այնտեղ Howard Matthew Լուտնիկն է, որ ասել են ուրախ ենք տեսնելու, որ եթե գնա տեսնում եք 2012 թվին, ուրեմն կապի մեջ են եղել իրար հետ գրություն են ունեցել, այսպես տեսնում եք, Իլան Մասկին եք տեսնում, որ քիչ առաջ ասացի անընդհատ գրել է, որ ինքը ցանկություն է այդ փարթիներին, երիտասարդ աղջիկների հետ մասնակցի, բայց թվում է չի գնացել, այսինքն ցանկություն ունեցել է, բայց չի մասնակցել այդ վայրի երևույթներին կամ wild party-ներին։ Այս Լուտնիկը հիմա իրեն խոսնակ ասում է շատ սահմանափակ կապ եմ ունեցել Էփստինի հետ եւ եթե ունեցել է իր կնոջ հետ եղել, այսինքն ուզում է ասի որ չի կարող մի սխալ կատարի, եթե կինս հետ էր։ Այստեղ տեսնում եք FBI-ը տարբեր ֆայլերը, որ բացահայտեն են, հետևեն է եւ ասում եմ մենք տեղեկություններ կա այստեղ, որ երկրորդ ձեռքի տեղեկություններ են եւ երկու նախագահների մասին նաեւ տեղեկություններ կա, բայց չեն կարողացել հստակացնել այդ ինչ որ ասեն են, որ Թրամփը կամ Քլինթոնը ինչ է արել, որովհետեւ հստակ չի որ ուրիշները ասում են ճիշտ է երկրորդ ձեռքի խոսակցություն, ճիշտ է թե ոչ, ամենայն դեպս։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է խոսեմ եղանակի մասին եւ Քեթրին Օհարայի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Orange Shipping հովանավորում է ծրագիրը։ Orange Shipping գտնվում է Sherman Way փողոցի վրա, Նորթ Հոլիվուդ։ Եթե մի ծանոթ իրենց հանձնեք, երկրորդը Հայաստան գրելիս կեսքինն եք վճարում։ Օթանավով մի pound-ը $2.99 ծանոթը կտանեն կհասցնեն Հայաստան, նաև դուք կարող եք գումար գրել։ Մի տոկոս եք վճարում, եթե
ձեր ազգական այնտեղ գնա իրենց կենտրոնից վերցնի կամ 2% եթե վճարեք կտանեն տուն կհասցնեն։ Ծրագիրը նաև հովանավորում է Շային թուրն է հովանավորում ծրագիրը։ Կազմակերպեն են ճամփորդություն Ժապոնիա կարող եք այցելել ապրիլի 20-ից մինչև 29 10 օր ընդամենը $3,490 հոթելը օթանավի փող ինչ որ այնտեղ ուտելիք պետք է ձեզ մատուցեն բոլորը ներառված է հավելյալ տեղեկությունների համար զանգարեք այս հեռախոսամեր իհարկե ուրիշ ճամփորդություններ կա շրջագայություններ կա զանգարեք հավելյալ տեղեկության համար կվերադառնա Ամերիկայի 2/3 տարածքում մեզ մոտ գիտեք մասամբ չտեսնված եղանակ է միայն անձրև չի տեղի ունենում դա վնասակար է իհարկե բայց ամենայն դեպս եղանակ շատ լավ է իսկ 2/3 Ամերիկայի տարածքում խիստ ձյուն փոթորիկ դժվար կացություն է տեղի ունենում մանավանդ արևելյան նահանգներում եւ տեսնում եք ժամը 3-ից հետո այս վիճակն է, եթե դուք որ ապրում եք Նյու Յորք, Մասաչուսեթսում եք ապրում եւ ուրիշ այդպես նահանգներում մինչեւ Մեյն հիմա ես ուզում եմ այստեղ ցույց տալ եւ շարունակվելու է դեռ մյուս շաբաթ նաեւ շարունակվելու է այսպես տեսեք սա այսօր տեսակ մինչեւ գիշեր իսկ այս վերջին օրերից սկսված ուրբաթ օրվանից եւ այսօր այս էր տարբեր տեղեր ձյուն եկավ 6-ից 12 ինչ, այն 15 սանտիմետրից 30 սանտիմետր ձյուն է նստել եւ սա ցուրտ է ընդհանուր եւ եթե ձյուն է ձեր շրջանում որ շատ տեղերում այնքան ձյուն է եկել եւ էլի պիտի ավելանա ձյունը մեծ բուրգի նման է դարձել ձյունը քաղաքներում չի հալվում այնքան սառեն է ձյունը չի հալվում դժվար կացություն է ակսիդենտներ շատ է տեղի ունենում եթե ձեր մոտ տեսնում եք այսպես անգամ պատրաստ են նորից ձյուն պիտի կա խանութներում տեսնում եք ամեն ինչ տարին են եւ օրինակի համար հենց Նյու Յորքում 13 հոգի մինչ մամացեն են այս նավակը կամ տեսնում եք 72 ֆիթանոց նավակ է սա 21.5 մետր նավակ է իրեն միջից մարդիկ դուրս են ընկել Մասաչուսեթսում որ ցուկ որսելու վեսել է կամ նավ է մեկ հոգուն կարողանում են ազատեն այդ սառույցի ջրի մեջ սառույց է բոլոր ազատեն 6 մահացել են այսպես տեսնում եք այս նավակը այսպես դրության մատնողերն է 60 սկի գնացել են սկիանին Նյու Համփշիր լիֆտը սառում է մնում են այսպես տեսեք ամենտեղ ցուրտ է մեզ մոտ է միայն որ ամեն ինչ մասամբ լավ է եղանակը մասամբ լավ է այստեղ Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել Քեթրին Օհարայի մասին։ Հիմա ինչու սրա մասին չպիտի զորաբար խոսեի, որովհետև Քեթրին Օհարան մի ֆիլմ էր, այսինքն արտիստուհին էր ֆիլմի, որտեղ Home Alone ֆիլմ մի շատ ճանաչված ֆիլմ էր, որ մի ինքը եւ իր ամուսինը նախապես տղան շատ չար էր, իրեն պատժում է, տանում է ներքնահարկը, այնտեղ արևելյան նահանգներում բոլոր ունեն, basement ունեն, հիմա այդտեղ թողնում է իրեն, ճամփորդություն են գնում, մոռանում են, երեխան այդտեղ մնացել, այնտեղ է, օդանավով գնացել են ճամփորդություն։ Եվ այս 8 տարեկան երեխան, որ ֆիլմի անունն է Քևին էր անունը, անդադ կանչում էր Քևին, այսպես բարկացած Քևինին եք տեսնում այս 8 տարեկան երեխան այն ժամանակ իհարկե այս ֆիլմը տարիներ առաջվա ֆիլմի մասին եմ խոսում ամենայն դեպս հիմա մեծացել է բնականաբար
եւ մնում է տանը հետո ֆիլմը հենված է այդ ինչ է պատահում այդ տանը ծնողը դրսում աշխատում օթանավ գտնեն հետ վերադառնան դժվար ֆիլմ ամենայն դեպս դրա մասին է շատ հայտնի ֆիլմ է ժամանակին ուրեմն Քեթրին Օհարան մայրն էր ֆիլմի մեջ այս տղայի եւ 71 տարեկանում մահանում է հիվանդանում է մահանում է այս կինը մի հետաքրքիր բան ասած այս կինը սա էր ասում եմ որտեղ գնում եմ երբ ողջ էր իհարկե որտեղ գնում եմ ինձ հարցում է դու Քևինի մայրն ես թե ֆիլմի մեջ այդ տղայի մայրն էր այդ ժամանակ երեխա էլ չի ունեցել հետո իհարկե երեխա ունենում բայց երբ որ այդ ֆիլմն էր խաղում երեխա չուներ բոլորը մոտենում են ասում են դու այն Քևինի մայրն ես ասում եմ այո հետո ասում են որ ինչու այդ երեխային տանը մենակ թողիր ուրեմն գալիս են իրեն այդպես արտահայտվում ամենայն դեպս հիմա միասին նայենք տեսնում եք այստեղ Քեթրին Օհարային եք տեսնում որը ուրիշ ֆիլմեր շատ խաղացել է սա ամուսինն է այդ ֆիլմի մեջ որ օթանավի մեջ հանկարծ անդրադառնում են երեխային թողեն են ասում է դու գիտես երեխան որտեղ էր ամուսինն էլ օթանավի մեջ ասում է չգիտեմ այդտեղ հիմա այս երեխան է որ մնացել է տանը ինքը էսպես տեսնում եք իրեն եւ օթանավակայանում անընդհատ ասում են մենք պիտի վերադառնանք էսպես պրոբլեմներ են ստեղծում ուրիշ ֆիլմեր նաեւ խաղացել է այս կինը բայց որևէ մեկը այդպես տպավորիչ չի եղել հետոներ Emmy Awards ուրիշ այստեղ տեսնում եք այստեղ է հիմա այս տղան վերևում 8 տարեկան ներքևում հիմա տեսնում եք իրեն որ մի ժամանակ առաջ Մքալի Քալքին անունով ասում է մամա երբ որ մահանում է ասում եմ մամա ես մտածում եմ որ ավել շատ ժամանակ ունենայինք այսինքն մահից հետո այս տղան գրում էր ավել կարիք ունեմ որ քեզ նորից կարողանամ շփվեմ իհարկե գիտեք ֆիլմի մեջ իր մայրն էր ամենայն դեպս ուզում եմ նստեմ աթոռի քո կողքին եւ քեզ լսեմ եւ շատ բաներ ունեմ ասելիք քեզ սիրում եմ քեզ կտեսնեմ հետո այսինքն հետ մահացուց մը քեզ այսինքն երբ որ ինքը անցնի այդպես մահանա այսպես է արտահայտվում այս հիմա այստեղ տեսնում եք երբ որ Emmy Awards պիտի տաներ նայել եք ֆիլմի մեջ եք տեսնում որպես այս տղայի մայրը որ հիմա չափահաս է դարձել եւ մեծ հոգով սրտով թվում է սիրերն էր իրեն որ իր հիմա ինքը արտիստ է այս տղան բայց ամենայն դեպս այսպես տեսնում եք մահացել է Քեթրին Օհարը տարբեր ուրիշ ֆիլմեր է խաղացել բայց թվում է ոչ մեկը այսքան մարդկանց մոտ պատկերը չի մնացել Քեթրին Օհարայի ինչ որ այստեղ տեսնում եք ես պիտի տաթարվեցնեմ երբ վերադառնամ տաթարից Լուիջի Մանջիոնի մասին պիտի խոսեմ այս ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան հովանավորում են ծրագիրը երկուսն էլ ատամնաբուժներ են եթե որևէ հարց ունեք ձեր ատամի հետ լինդի հետ արյունոսություն ունեք ցավ ունեք ուրիշ դժվարություններ կա զանգարեք այս հեռախոսի համարին ժամադրություն վերցրեք գտնում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատմանկետում Բերբանկում Գլենդելի արևանջան Երևան Post-ն է հովանավորում ծրագիրը Երևան Post գտնում եք Granada Hills քաղաքում San Fernando Mission Granada Hills քաղաքում եւ ծառայում է հարակից քաղաքները եթե դուք ապրում եք San Lantanga, Silmar, Simi Valley San Fernando քաղաքը այդ տարածքում եւ ուրիշ հարակից քաղաքները կարող եք օգտվել իրենց ծառայությունից նաեւ կարող եք մեքենա ղրգել իրենց միջոցով եւ նաեւ այսինքն տեսնում եք սառնարան, սառցարան, լվացքի մեքենա կամ dryer ուղարկեք, այսպես տեսնում եք մահճակալ ուղարկել, մատրես ուղարկել իրենց միջոցով կարող եք կատարել կվերադառնալ
Լուիջի Մանջիոնին այստեղ տեսնում, որ ինքը մեծահարուստի երեխա է, այսինքն իր պապիկը, իր մեծ հայրը նաև մեծահարուստ էր, որ այս տարիցների կենտրոններ ունեն Նյու Յորքում, ուրիշ նահանգներում։ Ամենայն դեպս ինքը բարկանում է այս health insurance-ի ընկերությունների վրա, առողջապահական այս ինչ-որ տրամադրում են։ Գիտեք, նրանք որ մեծ տարիքները բարձր են, մեդիկալ ունեն, բայց մնացած ժողովուրդը պետք է insurance գնեն, ինքն էլ նաև insurance գնի, որպեսզի եթե հիվանդանում են, կարողանան insurance-ը փակի, բժշկական ծառայություն այստեղ այնքան թանկ է, որ առանց insurance հնարավոր չի բժշկի մոտ գնալ։ Ուրեմն ինքը նաև բժշկի գնում շատ է բարկանում, թե ասացի իրեն ընտանիքը մեծահարուստ են եղել, իրեն մեծ հայրը նաև մեծահարուստ է եղել, ամենայն դեպս ինքը գալիս է համոզմանը, որ սրանք կողոպտում են ժողովրդին, այս health insurance ընկերությունները կողոպտում են, ատրճանակ է վերցնում եւ գնում է, թե ինքը ինչ որ insurance ուներ, այդ ընկերությունից չէր որ սպանել է, բայց մտածում էր այս համակարգը լրիվ սխալ է, բարկանում է, ամենայն դեպս մեկ առավոտ շուտ Նյու Յորքում, երբ որ այդ insurance-ը United Health Insurance-ը, որ ամենամեծ insurance-ի ընկերությունն է Ամերիկայի, համագումար են ունենում ամեն տեղից աշխարհով ու նահանգներից եկել են այդ ժողովին, ուրեմն նախագահը այդ գնում է այնտեղ, Թամսոն անունով գնում է, որ մասնակցի, սա թաքնված է լինում, առավոտ շուտ կրակում է, սպանում է անձնավորությանը։ Եվ հիմա տատի պիտի տան։ Եվ ինչ պատահեց այս շաբաթ մի կարևոր հարց, որ ֆեդերալ, եթե Նյու Յորքում կախաղան չեն բարձրացնելու անձը, թե հիմա իրեն նահանգը տատի է տալիս, թե ֆեդերալն է տատի տալիս։ Այս շաբաթ ֆեդերալ ջաջը ասաց, որ իրեն կարելի է ցմահ բանդարկել, բայց չի կարելի կախաղան բարձրացնել, որովհետև մի քանի մեղադրանք ուներ։ Մենակ մեկի վրա սպանության համար իրեն մեղադրանքը ընդունեց դատավորը, դատախազից, մնացածը ասաց չեք կարող դրա վրա սրա դատի տալ, ուրեմն չեմ կարող թույլ տամ, որ դու սրան կախաղան բարձրացնեք։ Հիմա մի բան, որ թույլ տվեց դատավորը, սա է, որ երբ որ գնացել էր թաքնվել էր, 5 օր չէին կարողանում գտնել Փենսիլվանիայում Մակդոնալդի մեջ մեկը տեսնում է, թեև այդ ժամանակ դիմակ դրած էր, գլխարկեր դրած, ասում են սրա աչքերը եւ ունքերը այդ իրեն նկար ունեին, բայց դեմքը այսքան տարածքն էր միայն երևում, անձը կասկածում է։ Մակդոնալդից զանգ են տալիս, ոստիկանությունը գալիս է։ Ինքը ուներ պայուսակ եւ այլն, որ այնտեղ նաեւ գրություն կար, որ ինքը սպանել է եւ այլն, որոշել է երբ է գնացել բոլորը։ Իր փաստաբանը ասում էր, որովհետեւ իրենք դատավորից, երբ որ մեկին, օրինակ ես ձեզ բացատրում եմ, որ պոլիսը երբեմն մեքենայի մեջ է կանգնեցնում է ձեզ, հետո հարցնում է, որ կարող է մեքենայի մեջ նայի ձերը, անձը, եթե չեք ուզում իհարկե, ձեր իրավունքին է ասեք ոչ, որտեղ միայն այդ դուք մեքենայով գնում եք, եթե արագ եք գնացել, դրա համար ձեզ պիտի թիքետ տա, բայց եթե ձեզ հարցում է, դուք թույլ եք տալիս, հետո կարող է նայի ուրիշ, ասի ես այսպես բան եմ գտել, դրագ եմ գտել եւ այլն եւ այլն, այն ուրիշ է, եթե դրագի համար այդ մարդուն հետևում, բայց նորմալ քշում է մեքենան, իրեն պահում են, չի կարող։ Հիմա իրենը պայուսակը վերցնում են նայում են առանց դատավորի թույլտվություն ունենան։ Դա է որ այս դատավորը ասաց որ կարող եք ինչ որ պայուսակում գտնեք, այսպես դատախազությունը այդ հարցով շատ գոհ մնաց, այսինքն կախաղան բարձրացնելը նկատի չեն առնի, բայց այդ բոլոր տվյալները հեշտացնելու իրեն մեղավոր հանելու համար։ Հիմա տեսնենք այս Լուիջի Մանջիոնի, որ չտեսնված աշակերտ եղել, երբ որ դպրոցը գնացել, համալսարան է գնացել, այսպես տեսնում եք, երկուսը այդ dismiss է եղել իր case-ից, այստեղ տեսնում եք անձը գնում է այդ
Հելքերի պրեզիդենտն է առավոտը ժամը շուտ, առավոտ շուտ 7-ին գնալիս, այս աչում իր պատկերն եք տեսնում զոհի, որ հետևից կրակում է սպանում է այս անձնավորություն Լուիջի Մանջիոնին, criminal conduct եւ այսպես դատավարությունը պետք է հետո տեղի ունենա, երևի հաջորդ տարի, որտեղ նման դատերը շատ երկար է տևում, այստեղ տեսնում եք դատախազն է, որ իրեն ցանկություններով անպայման վերջավորության կախաղան բարձրացնեին իրեն, բայց այդպես չեղավ ամենայն դեպս այստեղ Լուիջի Մանջիոնին եք տեսնում, հիմա այդ պայուսակի մեջ հենց այդ ժամանակ նաև ատրճանակն են գտնում եւ ուրիշ տվյալներ, որ դատարանում կարող են տեսնում եք մենք դանելդում նստած է, երբ ոստիկանը գալիս ասում է մեկ ասում է շատ նման է դիմակը տանի, հետո իրեն դիմակը անում է այդպես ձերբակալում են 2024-ին, որ ես այդ մանրամասը այդպես անցյալում բացատրել եմ։ Հիմա ժողովուրդը հետաքրքիր է, մինչ հիմա 1 միլիոն, որտեղ շատ կողմնակից ունի, մտածում են, որ այս ինշուրենսի ընկերությունները կողոպտում են ժողովրդին, գալիս են բողոքում, ասում են սրան ազատ արձակեք, հազարավոր մարդ է ամեն անգամ գալիս, եւ մինչ հիմա 1 միլիոն 400 հազար գումար են հավաքել, որ ինքը կարողանա private փաստաբան ունենա, ինքը այդպես գումար չունի, ընտանիքն էլ չի ուզում գումարը տա, բայց ժողովուրդը փող հավաքել, որ լուրջ փաստաբան, փորձառու փաստաբան։ Հիմա մեկ ուրիշ երևույթ ես մի քանի օր առաջ ձեզ ասացի, աչում այս տղան եկեներ որպես վարանտ ծերքին գնում է բանդ, ասում է, որ ես դատավորից հրաման ունեմ, որ եկեն եմ սրան տանեմ, այսինքն այս Լուիջի Մանջիոնին ազատեք տանեմ, այս տղան է գալիս, որ իրեն նաև ձերբակալում են, բնավ չեն ճանաչում իրեն, իրար, բայց եւ այնպես իրեն էլ ձերբակալեն են տարօրինակ վիճակ։ Ես ուզում եմ խոսել Powell, այս երկրի Federal Reserve Board-ի պատասխանատուն է, կենտրոնական բանկի պատասխանատուն է կամ նախագահն է։ Նախագահ Թրամփը ուզում է իրեն վտարի։ Ամենայն դեպս չի կարողանում, մինչև մայիս պիտի մնա ինքը։ Բայց նախագահը ասել է, որ ինքը սխալներ է տեղի տվել, դատի է տվել այս նախագահը, այս կենտրոնական բանկի ղեկավարին, Federal Reserve Board-ի։ Հիմա ինքը մեկին առաջարկել է Քևին Վոշ անունով, նրան է առաջարկել, որ նա նախապես տեսնում է Քևին Վոշին, 55 տարեկան է, առաջարկում է, երբ որ նրան նստաշրջան, իհարկե պետք է սենեթը հաստատի, երկար է տևում մինչև հաստատել, դա է որ մեկվանից առաջարկել է այս անձնավորությանը։ Հիմա մեկ Republican Senator Tillis անունով ասում է կոմիտեի անդամ է, ասում է ես թույլ չեմ տա, որ որևէ աշխատանք տեղի ունենա, մինչև այդ դատը ինչ որ գոյություն ունի, որ նախկին կենտրոնական բանկի մեղադրանք կա իր դիմաց, ապա պիտի փաստվի նախ։ Ոչ մի աշխատանք թույլ չեմ տա կատարվի, որովհետև այդ կոմիտեում ինչ որ կան մեկ հիմա ռիփաբլիկանները մեծամասնություն են սենեթում, ուրեմն կոմիտեն մեկ քվե ռիփաբլիկանները նախ կոմիտեում պիտի հաստատվի, հետո լրիվ սենեթը ասում թույլ չեմ տա անցնի այս հարցը, չեմ թողնի, որ նոր անձ առաջարկեն, մինչև մյուս հարցը լուծվի, որովհետև ինքը կարծում է անտեղի նախկին նախագահը կենտրոնական բանկի տատի է տվել նախագահ Թրամփը։ Ես ուզում եմ հիմա շարունակել եւ խոսել սպանություն ինչ որ հիվանդանոցում տեղի ունեցավ Նյու Յորք քաղաքում։ Մեկ անձ հիվանդանոցում է, տանակը հանում է եւ սկսում է սպառնալ բոլորին եւ այստեղ տեսնում եք սենյակի մեջ եք տեսնում։ Պոլիսը առաջ նախ գալիս է թեյզերով, այսինքն լուրջ ատրճանակ չի օգտագործում, բայց անձը աշխատում է հարցակվի պոլիսի վրա, որ հետո ստիպված են լինում կրակեն իր վրա։ Տեսնում եք տեղին թեյզեր է, նախ թեյզերով կրակում են տեղին ատրճանակը, որպեսի տկարացնեն իրեն, բայց չի ազդում իր վրա,
Եվ հետո երբ որ տանակով աշխատում է արձակվել, մտահոգվում են, կրակում են եւ անձը սպանվում է այստեղ ինչ որ տեսնում եք։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, middle class-ը միջին խավը ժողովրդի կարծեք իրենց վիճակը ավել վատացել է դրա մասին ձեզնի ցուցադրեմ եւ նախագահ Թրամփ մի տարի է նախագահ, տեսնենք որ որոշ ոլորտներում ինչ էր ասել եւ ինչ է պատահում, դա ցուցադրեմ։ Իսկ ծրագիրը հովանավորում է Vivaldi venues եւ catering հովանավորում է 3 սրահներ ունեն 120-150-300 տարողությամբ։ Եթե հարսանիք կնունք նշանտրեք պիտի կատարեք, այստեղ կատարեք։ Նաեւ ամեն օր ճաշ են առաջարկում 5 հոգու համար, 10 հոգու համար կարող եք գնալ վերցնել կամ պատվիրել ձեր տանը բերեն։ Ծրագիրը նաեւ հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Highland եւ Glenox փողոցի հատման կետում է գտնվում։ Հեռախոսահամար շատ հեշտ է, զանգարեք, տեղը բերեն ձեր տանը կամ դուք գնացեք իրենցից վերցրեք Glenox եւ Highland 60007777։ Ծրագիրը նաեւ հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Չոփուրյանները փաստաբաններին ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունենաք, accident եք ունենում, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք, զանգարելով 818 244 47 47 կվերադառնա։ Միջին տասակարգը այստեղ մտածում է, որ իրենք նկատի չեն առնվում կամ իրենց վիճակը քիչ վատանում է, հիմա որոշ հարցեր են տվել, որ քվեարկողներին հարցրել են արդյոք հետևյալ նյութերը, կրթությունը, բնակարանները, հելքերը affordable են, մատչելի են, թե ոչ։ Հիմա 85%-ով կրթական ոլորտի համար մտածում են, որ անբարենպաստ է, դժվար է կամ թանկ է, դժվարություն ունեն։ 26%-ով կարծում են մասամբ մատչելի է եւ 8% կարծում են, որ անպայման մատչելի է, բայց տեսնում եք մեծ մասը բողոք ունեն։ Բնակարանների մասին 54%-ով մարդիկ կարծում են մատչելի չի, այսպես եւ հնարավոր չի, բարենպաստ չի այդ բնակարանների վարձը դժվարություն ունեն։ 31%-ով մտածում են մասամբ մատչելի է, 13%-ը մտածում են այո շատ լավ է, ամեն ինչ մատչելի է։ Առողջապահական ոլորտում 47%-ը կարծում են, որ այս երկրում unaffordable է, 37%-ը կարծում են մասամբ ընդունելի է ինչ որ ծախսերը եւ 13% կարծում են շատ լավ է եւ բարենպաստ է 13% մտածում են։ Ընտանիք ունենալը 44% գտնում են որ շատ դժվար է, unaffordable, անբարենպաստ վիճակ է ընտանիք ունենալու 38%-ը կարծում են մասամբ օքեյ է եւ 13% կարծում են շատ լավ է ամեն ինչ։ Groceries 28%-ով մարդիկ բողոք ունեն, 54%-ը կարծում են մասամբ affordable է կամ բարենպաստ է գիները, 17% կարծում են շատ լավ է ամեն ինչ։ Իսկ վերջավորությանը transportation երթևեկության մասին 22% կարծում են ամեն ինչ մատչելի է, 47%-ով մտածում են մասամբ մատչելի է, 28% կարծում են շատ հարմար է։ Նախագահ Թրամփի մասին հիմա նայենք, տեսնենք մի տարից մի քանի օր անցել է, տեսնենք ժողովուրդը ինչ է մտածում, ինքը ինչ է ասել եւ տեսնենք կատարվել է, թե չի կատարվել, որովհետեւ մի տարին արդեն անցել է։ Հիմա նախագահ Թրամփը նոյեմբերի 4-ին 2024 նախքան ընտրվելը մի քանի օր հետո ընտրվեց, ասում է որ եթե ինձ քվեարկեք, ուրեմն grocery, այսինքն հացը, պանիր եւ այլն ինչ որ գնում եք նապարատունից ավելի էժան է լինելու, եթե ինձ քվեարկեք։ Նայում ենք 2015 թվից, որ Օբամայի օրոք է, կարմիրով ինչ որ տեսնում եք
grocery-ն եք տեսնում, կարմիրը այսպես բարձրանում իջնում է, իսկ սևը ինչ որ տեսնում եք ուրիշ ապրանքների ինչ որ գնում են։ Տեսնում եք այս տարիներն է առաջ սա Օբամայի ժամանակ է, հետո նաև նախագահ Թրամփի առաջին նստաշրջանն է, կորոնավիրուսի ժամանակ իհարկե Թրամփի ժամանակ բարձրացավ, այստեղ տեսնում եք սա Բայդենի օրոք է միանգամից այդ հետո շատ լրիվ բարձրացավ, իսկ հետո իջավ։ Հիմա ամենայն դեպս նախագահ Թրամփի օրոք 2025 թվականի սկզբում եղավ, տեսնում ենք կինը Բայդենի ժամանակվանից չի իջել, այլ մասամբ նույն է մնում եւ այսպես տեսնում եք, թե ընդհանուրը, որը սևը լինի բոլոր այդպես պիտույքների ինչ որ գնում եք եւ կարմիրը միայն grocery-ին լինի, տեսնում ենք այդպես չի փոխվել, ինչ որ խոստացներ եթե քվեարկեք, ավելի ժան կլինի, չի պատահի, մասամբ նույն մնացել է մի փոքր տարբերությամբ։ Իսկ անցնում ենք առաջ, հիմա բենզինի համար, որ բենզինը ես եթե ընտրվեմ, խոստացել է, որ $2-ից ավել էժան է լինելու, հիմա մի տարի մի քանի օր անցել է ընտրությունից, տեսնում ենք 2016 թվելի, սա տեսնում եք Օբամայի օրոք է, սա նախագահ Թրամփի օրոք է, մինչև այստեղ ինչ որ տեսնում եք բենզինի գինը մասամբ մնացել է 2-ի ու 3-ի, սա միջին գինի մասին եմ խոսում, որովհետև Կալիֆոռնիայում, ուր որ մենք ենք, բենզինի միջին գինը 4.50 سنت է, բայց Ամերիկայի միջինը սրանք է ինչ որ տեսնում եք, այսինքն հենց հիմա Ամերիկայի միջին գինը մոտարապես $2.89 Տեսնում եք այստեղ բենզինի գինը նաև բարձրացավ, Բայդենի օրոք է, որ ամեն ինչ թանկացել էր, բայց հենց Բայդենի ժամանակ իջավ եւ 2025-ին Թրամփը եկել է, մի քիչ իջել է, ավել իջել է, բայց $2 չի, $2 միջինը 89 سنت է, ուրեմն $2 ասել եմ ես $2 պիտի հասցնեմ, մի տարի անցել է, չի հասել, այստեղ բենզինի գինը տեսնում եք իր օրոք։ Անցնում ենք առաջ, այստեղ ասում էր Եթե ես ընտրվեմ կամ ես ղեկավարը դառնամ Ամերիկայի էներգիի եւ electricity, էլեկտրականության գինը կես եմ դարձնելու, այդ ամենակիչը կես, խոստանում էր ավել էժան կդարձնեմ, ամենակիչը կես եմ դարձնելու, մենք պետք է անպայման գինը իջեցնենք 12 ամսվա ընթացքին, որ ինքը հիմա 12 ամիս եւ մի քանի օր է նախագահ է, տեսնում ենք էլի 2015 թվից էլեկտրական գինը այսպես էր, մինչեւ իր օրոք նաեւ առաջին նստաշրջանում էժան էր, հետո բարձրացավ Բայդենի ժամանակ մի քիչ նաեւ ավել, բայց իջավ Բայդենի օրոք, հիմա նայում ենք, երբ որ այստեղ նայում եք all items ամեն ինչը մասամբ նույն մնացել է կես, բայց չի եղել անցյալի համեմատ այսպես, իսկ էլեկտրականությունը ոչ թե չի իջել, այլ մասամբ ավել թանկացել է, երկու անգամ կես չի եղել, ավել թանկացել է, այսպես տեսնում եք էլեկտրականությունը ինչ որ վճարում եք, այսպես բան չի փոխվել, այսինքն մի տարի անցել է եւ բան չի փոխվել։ Անցնում ենք առաջ։ Այստեղ տեսնում եք, նախագահ Թրամփը ասել էր, որ ընտրվի stock market-ը, այսինքն նախագահի ասել էր, որ եթե stock market-ը շատ լավ է լինելու, եթե ինքը ընտրվի եւ ռեփաբլիկանները ընտրվեն էլեկշնի ժամանակ, տեսնում ենք, որ S&P 500, որ ցույց է տալիս stock market-ի վիճակը, այսպես ճիշտից բարձրացել է, իհարկե մի քիչ իջել էր, բայց բարձրացել է համեմատ
այդ ժամանակ որ իհարկե Բայդենի ժամանակ նաև բարձրացել էր, բայց Թրամփի ժամանակ ավելի մի քիչ բարձրացել էր, իջել էր, բայց նորից բարձրացել է հիմա, այսպես տեսնում եք։ Անցնում ենք առաջ, ասում է մեքենա արտադրելը հետ են բերելու այս երկիր, այդքան մեքենա ինչ-որ դրսից գալիս է, չպիտի լինի հարկ են պահանջելու եւ ներսում, եթե այս երկու մեքենա պատրաստեն, այսինքն ավել առիթ կլինի, ավել հարմար կլինի, որ այստեղ պատրաստեն, որովհետև ես հարկ եմ պահանջելու, եթե այստեղ չանեն այդ աշխատանք։ Հիմա տեսնում ենք այս տարիների ընթացքին, որ տեսնում եք 2000 թիվն եք տեսնում, որ մեքենաների նրանք որ աշխատում են մեքենայի գործարաններում 1,250,000 մարդ էր աշխատում, սա 2000 թիվ էր, նախքան Թրամփը եւ այլն, սա Քլինթոնի ժամանակ էր, հետո իջավ, այստեղ տեսնում եք սա Օբամայի ժամանակ էր, այսինքն Ջորջ Բուշի զավակի վերջին օրերին շատ քիչ մարդ էր աշխատում, նորից բարձրացել է, այսպես տեսնում եք կորոնավիրուսի ժամանակ բնականաբար խնդիրներ եղավ եւ աշխատելը մեքենա արտադրող ընկերության մոտ տեսնում ենք մասամբ Թրամփի ժամանակ բան չփոխվեց, թեև ինքը ասել էր ես այդ հարկերը որ պահանջելու եմ, որ մինչև հիմա 200 բիլիոն, ինքը ասել էր միլիարդներ կլինի, բայց ընդամենը մի տարվա ընթացքին 200 մոտարպես 10 բիլիոն թերիֆ է վերցրել, այսինքն հարկ է վերցրել, ինչ որ եկեն այստեղ, բայց ժողովուրդն է վճարում այդ գումարը, այսինքն ժողովրդի համար թանկացել է։ Ամենայն դեպս մեքենա արտադրելու կամ այստեղ պատրաստելու համար մասամբ բան չի փոխվել։ Հիմա ինչ որ տեսնում եք այստեղ ինքը ասել էր 37 տարի հետո 37 տարի նախապես ինչ որ կար այդտեղ են հասցնելու, այսպես էր ասել, որովհետև ես հարկ պահանջեմ, ավելի շատ մեքենա կպատրաստեն այստեղ չի պատահել։ Իսկ մեկ ուրիշ հարց նախագահը ասել էր, որ մենք բիլիոնավոր դոլար կամ տրիլիոն, հազարավոր բիլիոն մենք գումար ենք շահելու, որովհետև ես հարկ եմ վերցնելու, ինչ որ դրսից մտնում այս երկիրը հարկ եմ վերցնելու եւ դա ամերիկացիներին օգնելու է եւ նաեւ երկիրը Ամերիկան շատ պարտք ունի, անընդհատ պարտք է անում, ավելի շատ է ծախսում, քան թե ինչ եկամուտ ունի։ Եվ ասում է պարտքը պետք է իջեցնեմ, որովհետեւ եւ այդպեսով ուրեմն պարտքը բարբերաբար իջեցնեմ։ Հիմա երբ նայում ենք, տեսնենք արդյոք թերիֆը ինչ որ հավաքենենք, այստեղ տեսնում ենք միշտ հարկ պահանջեն են ինչ որ եկել է, բայց շատ քիչ հարկ էին պահանջում։ Հիմա նախագահը խոշոր հարկեր է պահանջում, տեսնում եք այսպես հարկ է պահանջել, բայց ընդհանուր մի տարվա մեջ 230 բիլիոն է դարձել եւ ոչ թե trillions։ Տեսնում եք այդպես չի եղել, այդ ինչ որ ինքը ցանկություն ուներ։ Եվ հիմա այստեղ Չինաստանի հետ դեֆիցիտ ունենք, այսինքն Չինաստանից մենք շատ ապրանք ենք գնում եւ քիչ մի բան ենք վաճառում Չինաստանին եւ աշխարհին։ Հիմա տեսնում եք այստեղ դեֆիցիտն է, որ Ամերիկան ինչքան դեֆիցիտ ունի, ինչքան ավելի շատ գնում է դրսից ապրանքներ, ավելի քիչ վաճառում է աշխարհին եւ Չինաստանին։ Այստեղ տեսնում եք Չինաստանի պարտքը, միայն Չինաստանի պարտքը այսպես է, որ ավելի քիչ է քան տանցելն, բայց էլի պարտք են մնում, այսինքն նրանք թեև Թրամփ ասել է, եթե մի բան ղրկեք այստեղ հարկ պիտի վճարեք, էլի դրանով հանդերձ ավելի շատ գնում են, քան թե մի բան իրենց ենք վաճառում եւ աշխարհի հետ նաեւ էլի խոշոր Ամերիկան պարտք է մնում, այսինքն այդպես վիճակի չի ասել, որ այս թերիֆով կամ այս հարցերով կարողանա բալանսը պահի, այդպես վիճակ չի։
Ամերիկան մնում է այն վիճակում, թե ցանկություն Թրամփի ուրիշ էր, էլի մնում է, որ մենք ավելի շատ ապրանք ներմուծում ենք, քան թե մի բան վաճառում ենք ուրիշ երկրի։ Ես ուզում եմ հիմա նաև մի ուրիշ հարց ցուցադրեմ այստեղ, եթե անցնենք առաջ, հաջորդ Հիմա դուք այստեղ տեսնում եք deportation-ի մասին կամ արտաքսելու մասին վտարել մարդիկ երկրից։ Տարբեր տարիներում այնտեղ սկիզբը տեսնում եք Օբամայի ժամանակ է մինչև այստեղ Օբամայի ժամանակ է, որ այս երկրից deport են արել, ձերբակալել են երկրի մեջ, տեսնում եք այստեղ deportation of people inside երկրի մեջ եւ երկրից արտաքսեն են, տեսնում եք Օբամայի ժամանակ էր, այստեղ Թրամփի ժամանակ է, որ երկրից հանեն են, շատ չի նույն է մասամբ, դեռ Օբաման առաջին տարիներում ավելի շատ էր արել, Բայդենի ժամանակ ավելի քիչ երկրում ձերբակալել են ու հանել են երկրից, բացի այն վերջին ժամանակը մի քիչ շատացել։ Թրամփի առաջին օրերից, ուրեմն այս երկրից ձերբակալել են եւ մինչ հիմա տեսնում եք ամեն օր ձերբակալում են եւ տեսնում եք մոտարապես 250,000 հոգու մինչեւ 230,000 հոգու մինչեւ հիմա երկրից հանեն են մինչեւ հիմա իհարկե այստեղ տեսնում ենք նաեւ deportation-ն եք տեսնում որ սահմանի վրա ձերբակալում են անօրինականը գալիս է ուզում են մտնի ներս կամ հենց սահմանի մոտ իրեն ձերբակալում են երկրից վտարում են այստեղ տեսնում եք նորից Օբամայի ժամանակ եք տեսնում Թրամփի առաջին նստաշրջանի ժամանակ եք տեսնում որ COVID-ը սկսվեց ավել խիստ թույլ չէին տալիս կաններս որտեղ մտահոգին որ կգան կհիվանդացնեն տեսնում եք Թրամփի վերջին տարին է Բայդենի ժամանակ այդ շատ գործարին վտարեցին մարդկանց, որ սահմանի վրա եկեն են եւ մտահոգին COVID-ով կարող է հիվանդացնեն, տեսնում ենք ամենայն դեպս հետո COVID-ի հարց չեղավ, ուրեմն սահմանի վրա Բայդենը այսքան մարդ վտարում էր երկրից, որը 500-600,000 մարդ, այսինքն 600,000 մարդ վտարում էր Իսկ Թրամփի ժամանակ ավելի քիչ մարդ են վտարել սահմանի վրա, որովհետև կամ մտեն են սահմանը, որովհետև սահմանները փակեց Թրամփը, ուրեմն ավելի քիչ կարիք էր, կամ ավելի դժվար եղավ մեկը մտնի այստեղ, որ հարկ լինի վտարեն, ուրեմն այդ սահման փակելը արդյունք տվեց համեմատ Բայդենի ժամանակվա այս մուգ կարմիրները տեսնում եք, կամ համեմատ իր նստաշրջանի ժամանակ կամ Օբամայի ժամանակ տեսնում եք ավելի քիչ է, բայց որտեվ սահմանը փակված էր։ Հիմա անցնում ենք առաջ։ Հիմա տեսենք որ նահանգում շատ ձերբակալում են, ինչ գույնը օրենջ մուգ եք տեսնում, ավելի շատ այդ տեղից այդ առասկից են վտարել։ Օրինակ այստեղ տեսնում եք Փենսիլվանիա գնում է դեմոկրատական նահանգներում շատ նախագահ ուղարկում է որ երկրից վտարեն, տեսնում եք Իլինոյին եք տեսնում, այնտեղ վերևում Washington State, Oregon State, California-ն տեսնում եք մանուշակ է մոտարապես Colorado եւ սրանք նաեւ վտարեն են նրանց որ ձերբակալում են երկրից հանում են, իսկ այս խորքերում ավելի քիչ է Republican նահանգներ են ավելի քիչ են ուղարկում այդ նահանգները, ավելի շատ գիտեք ապաստան են տալիս, օրինակ Կալիֆոռնիան այդ նահանգներից է, որ անօրինականը գալիս է այստեղ, իրեն լրիվ իրավունքները ինչ որ սովորական citizen ունի, նրանք էլ ունեն, տեսնում եք մանսամբ մանուշակ եք տեսնում կամ տեղին եք տեսնում, ավել մուքերը, այսինքն ավել շատ այդ տեղից են ձերբակալել եւ երկրից վտարեն են, այսպես տեսնում եք։ Ահա սա ընդհանուր պատկերն էր Իմիգրանտների, ինչ որ հիմա գիտեք ամենակարևոր հարցն է դարձել այս երկու։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Տաթարից Ջորջիայում FBI տեսնենք ինչ է արել, նրանից հետո մեկ մարդ օդանավակայանում ցուցադրեմ, տեսնենք ինչ է պատահում իր հետ։ Ծրագիրը հովանավորում է
Պարոն Ժորա transportation-ը հովանավորում։ Սա 7 հոգի կարող է ճամփորդի այս մեքենայով, եթե դուք երեխա ունեք ուզում եք դպրոց ղրկել ու մեկը տանի ու հետո վերադարձնի զանգեք։ Եթե ուզում եք գնաք Սան Ֆրանցիսկո, ուզում եք գնաք Սան Դիեգո, ուզում եք գնաք Լաս Վեգաս, կարող եք օգտվել ծառայությունից, 7 հոգի եք կարող եք օգտվել ծառայությունից, ձեզ կտանի ու կվերադարձնի ապահով։ Զանգարեք այս հեռախոսահամարներից մեկին։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում։ Ալերժի եւ ասմի մասնակետ է, սա 30 տարվա փորձառություն ունի Գլենոքս փողոցի վրա է գտնվում Գլենդելում։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն 1928 թվականից աշխատում է։ Եթե դաշնամուր պիտի գնեք կամ վարձեք այստեղ այցելեք։ Որևէ երկրում դաշնամուր են արտադրում իրենք ունեն։ Դա կլինի ամերիկյան, դա կլինի ժապոնական, կորեական, գերմանական, Czech Republic, կարող եք գտնել այդտեղ տարատեսակ դաշնամուրներ $1000-ից մինչև $500,000։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսին հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող բժիշկ է Գլենդելում այս հասցեն է տեսնում եք այստեղ Գլենդելի հասցեն, այստեղ տեսնում եք Ջաքսոն փողոցի վրա է, Ջաքսոն Քոլորադոյի հատմանկետում հեռախոսն է։ Իսկ Orange County-ում իր նոր կենտրոնն է բացառել, այստեղ տեսնում եք սա հեռախոսահամարն է։ Եթե դուք Orange County-ում ապրում եք, 31 տարվա փորձառություն ունի այս վիրահատող բժիշկը, որևէ հարց աչքին հետ կապվող պրոբլեմ ունեք, ագնոցի կարիք ունեք, գործողություն պիտի կատարեք, այստեղ զանգարեք, եթե Orange County-ում ուզում եք հանդիպեք այս մասնակետ բժիշկին։ Raffi's Market-ն է հովանավորում ծրագիրը, Raffi's Market գտնվում է Burbank-ում, բայց Գլենդելի արևանության պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու կվերադառնաք։ Ջորջիայում FBI-ը մտնում է մեկ տարածք, որտեղ էլեկշնի կամ ընտրության տարածքն է, որտեղ այդտեղ ընտրությունը 5 տարի առաջ տեղի ունեցել նախագահի հրամանով գնում են ինչ որ կա հավաքեն։ Իրենք ամեն ինչ հավաքեն են, որ մի շաբաթ հետո հանձնեն կառավարությանը, որտեղ 5 տարի պահում են հետո։ Հիմա գնացել են ոստիկանությունը, որ ամեն ինչը հավաքեն են, տարեն են 2020 թվի եւ այդ պատասխանատուն է ասում են մենք պետք է կառավարությանը հանձնեինք մի քանի օր հետո հիմա իրենք եկեն են այսպես ով թափով եկեն են ամեն ինչ տարեր են ընտրությանը որ 2020 թվի ընտրության մասին որ Բայդեն Թրամփի ընտրությունը որ Թրամփը ախտներ հիմա բոլոր տեղեկությունները հավաքեն են տանեն որպեսի տատախազությունը նայի Թրամփի հրամանով որտեվ Թրամփը ասում է կեղծիք է տեղի ունեցել որտեվ ինքը զանգեր եւ ասել կարիք ունեմ 11780 առավել քվեների պետք ունեմ որ ես այդ նահանգում հաղթեմ թե այդտեղ էլ եթե հաղթեր ուրիշ նահանգներում Թրամփը հաղթվեն էր չեր տարբերելու 2020 թվի ընտրության համար ես ուզում եմ շարունակել եւ հիմա ձեզ ցույց տամ մեկ անձնավորություն գնում է Atlanta Jackson Atlanta օդանավակայան տեսնեք այսպես տեսեք մեկ հոգի գլխարկ դրված անձնավորություն որ իրեն բարձրացնում է ինքը ճամփորդ է երբ որ տեսնում է անձը գալիս է եւ չի մտնում TSA-ի շարքը չի մտնում թրջում է որպեսի գիտեք իրեն քննեն մեքենայի միջից գնա չի գնում այդ գլխարկավոր անձը ինչ որ տեսնում եք իրեն բարձրացնում է վայր է գցում ինքն էլ ճամփորդ է մինչև ոստիկանությունը գալիս հասնում է ձերբակալում է այդ անձնավորությանը ես հիմա անցնում եմ real ID արդեն դուք պետք է օդանավակայան եք գնում real ID ունենաք եթե չունենաք real ID սովորական ID-ով գնաք $45 պիտի տաք ձեզ ասելու են սպասի մի 2 ժամ տևելու է
$45 պիտի տակ օդանավակայան գնալիս, որ ճամփորդեք որևէ տեղ ներքին կամ արտասահմանյան, բայց եթե ներքինը գնում եք, գիտեք արտասահմանով паспорт պիտի երևի ունենաք, որ գնաք, ներքինը նաև կարող եք ձեր паспорտը տանեք սովորական ID-ով կամ driver's license-ով կարող եք գնալ, բայց պիտի паспорт տանեք, որ հարմար կլինի real ID ունենաք, քան паспортով ճամփորդեք ներքին թռիչքների համար։ Ես հիմա պետք է խոսեմ նաև մեկ, գիտեք, մի օրինակ կարիճերի շուշը տնում է կամ թե եք տնում տակը, դուք տակադիր եք տնում, այսպես պստիկ մի բան տնում եք, տակադիր եք տնում, coaster, անգլերենով ասում են beer coaster կամ ամենայն դեպս coaster անգլերենով, հայերենով տակադիր տնում եք, օրինակ կարիճուր տնում են վրան, այդպես։ Մի մարդ Գերմանիայում դրանցով, այդ փոքրիկով տեսեք պատրաստում է սա եւ որոշված էր, մարդիկ գնում էին տեսնելու, մի ամիսից ավել այս մարդ աշխատելն է, այսպես գորգզարգերն է, որպես Գինեսի պետք է մրցանակը տաներ, որ ոչ ոք չի կարողացա այսքան այդ փոք տակադիրներով, կոստերներով այսպես բան պատրաստի։ Մի երեխա գալիս է եւ մատով մեկը այսպես տեսեք մի հատին ձեռք է տալիս, լերիվ թափվում այս ամիս, մեկ ամսից ավել այս մարդու աշխատանքը, որ պետք է գային տեսնեին եւ իրեն այդ այսպես արժանանար Գինեսի այդ բուրգ պատրաստելու աշխատանքին։ Բայց հիմա հետո ես անդրադարձա եւ դուք էլ մի անանք ստացեք, որ այս մարդը չարժանացավ, որ ամենամեծ այսպես տեսնում եք կոստերներով սարքերներ, ինչ որ սարքերներ, որովհետեւ ինքը ունի այդ ռեկորդը, եթե հիմա ունենար ավել մեծն էր սարքելու, հիմա ինչ որ բարձրություններ, քանակներ, էլի ինքը ուներ այդ ռեկորդը, ուրեմն մի բան մտահոգվելու չի, կարող եք միամիտ լինեք։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ 42 տարեկան անձնավորության տեսնեք սպանում են ինչի համար, իսկ ծրագիրը հովանավորում է անրեղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե bankruptcy ֆայլանեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ աշխատատեղին կամ accident եք ունենում, այս հեռախոսը համարին զանգեք։ Court Furniture հովանավորում է ծրագիրը, Central-ի մրթել փողոցի հատման կետում է Glendale-ում, նաև Euclid եւ 405 freeway Orange County բնակիչները Euclid եւ 405 freeway անկյունում կա Court Furniture, նաև Santa Ana-ում, New York-ում, San Francisco-ում, բոլոր տեղերում 100-ից ավել խանութ ունի Court Furniture-ը։ Նոր matrix պիտի գնեք, գրասեղան, սեղան աթոռներ։ Ուր գնում եք այս բիզնեսները, ինչ որ ես ձեզ անունը տալիս եմ, ասացեք, որ դուք այս ծրագրում տեսնեք, գնացեք այդ խանութը, անպայման շեշտեք դա։ Ծրագիրը նաև հովանավորում է, դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, բժիշկի եք գնում, ասացեք, որ ռեկլամ այստեղ տեսակ, բժիշկին ասեք, աշխատողներին նաև կարող եք ասել, ոչ քույրերին, բայց իրեն բժիշկին նաև կրկնեք, իր գրասենյակ Գլենդելում 616, իսկ Գլենոքս փողոցի վրա է գտնվում, 3 ուրիշ կենտրոններ ունի, 25 տարվա փորձառություն ունի, եթե թաթի վրա թաթի տակ, ոտքի վրա վերք է, քայլում եք, շնչասպառ եք լինում, այստեղ զանգարեք ժամադրություն, վերջեք կվերադառնա։ 42 տարեկան մի վեթերան, հեռախոս ունի, iPhone ունի, 15 տեսակը, ուզում է վաճառի, մտածում է, ինքը այսպես Facebook-ը սիստեմ ունի, որ ասում է Facebook Market, որ այդտեղ տնում են, մարդիկ տեսում են, հետո իրար հետ բիզնես անում, վաճառք են անում։ Ամենայն դեպս հարցնում են իրեն հասցեն ինչ է,
3 հատ 18 տարեկան եւ մեկ պատանի 16 տարեկան 4-ով գալիս են հեռախոսը գնելու, այս անձնավորությունը դուրս է գալիս, հեռախոսը առաջարկում է, ատրճանակը հանում են, կրակում են, սպանում են, իր հեռախոսը վերցնում տանում են։ Ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ եւ հետո ինքը այդ անձի վրա որ ինչ որ կրակեն են, ինքը զանգում է պոլիսին, որ ինձ վրա կրակեն, այս անձնավորությունն է։ Ոչրագործները այս 3-18 տարեկան են եւ մեկ ուրիշը, որովհետեւ գիտեք 18-ից ներքև են, իրենց դեմքը ցույց չեն տալիս։ Ահա զանգարում է, ասացի պոլիսին, հետո զանգարում է իր մայրիկին, marketplace տեսնում եք այդտեղ։ Այստեղ տեսնում եք իր ընտանիքի անդամների հետ, սրանք 4 ոչրագործներն են։ Հետո կարողանում է զանգարի իր մայրիկին է զանգում եւ քույրիկին, տանը չեն լինում։ Ասում է ես մահանում եմ, բայց ուզեցի մնաք բարով ասեմ ձեզ։ Ամբուլանսը գալիս իհարկե ու իրեն տանում են հիվանդանոց, բայց պատկերացրեք կրակեն են մինչև ամբուլանսը կա եւ այլն, ինչ պիտի պատահի մահանում է ամենայն դեպս։ Բարեբախտաբար այդ ոչրագործներին 4-ին էլ ձերբակալել են, բայց ես ուզում եմ հիշեցնել այս անձնավորության իհարկե անուններ Ryan Burke անունով անձնավորություններ, Michael Ryan Burke, որ այսպես դժբախտություն է իրեն պատահում։ Հիմա սա առաջի անգամ չի, LAPD-ն նաև մեկ LAPD ոստիկանը նաև նման վիճակում են 2023 թվին իրեն սպանում են։ Եվ ուրիշ Թեքսասում մեկ ուրիշ անձնավորության էլի մի բան է ուզում վաճառել, կողը գալիս է եւ այդպես վիճակի մեջ է գցում, անընդհատ պատահում է։ Եթե դուք մի բան ունեք, ուզում եք վաճառեք, անպայման ասեք կամ police department-ի լաթի մեջ տարածք ունեն, parking ունեն շատ տեղերում, police կամ police department-ի շենքի առաջը, որ ոստիկան կա, մարդ կա գնում գալիս է, այդտեղ մենակ փոխանակում անեք։ Մի քանի դոլարի համար տեսնում եք, ասացի, այստեղ պատահել է, Թեքսասում է պատահել, Լոս Անջելեսում է պատահել, որ գալիս են ապրանք վերցնում են եւ անձի վրա կրակում սպանում են։ Ես ուզում եմ միայն գեղեցիկ պատկեր ցուցադրել այստեղ, Արորա այստեղ տեսնում եք Բևերափայլը տեսնում եք, որ NASA-ն նկարին է, տեսեք ինչ գեղեցիկ պատկեր է, բնությունը կարող է ամենագեղեցիկը ստեղծել, ինչ որ մարդը չի կարող ստեղծի գեղեցկություն տեսնում եք։ Ես մի տաթար վերցնեմ եղջերուն ձեզ ցույց տամ ինչ է անում եւ վերջավորությանը երկու արծիվ ձեզ ասեն էի, որ իրենց ծուեր դրել այս ջակին, այդ արծիվը, այս արծիվը տեսնեք հետո ինչ դեպք է պատահում, դες պիտի բացատրեմ։ Ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բասուն են, մինիբասուն են, ձեզ կտանեն կվերադարձնեն, ջակփաթ հովանավորում է ծրագիրը, եթե կոշիկ, պայուսակ, պիտի գնեք այդտեղ այցեք։ Իսկ սրանք ինչ որ տեսնում եք, զույգը $10 է, տեսեք այս արտասահմանից բերված կոշիկներ են, ընդամենը $10 է, անպայման այցելեք, հենց հիմա բաց է խանութը, կարող եք գնալ այնտեղ։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, անաշե գիֆտը այս մեքենան, որը կարող եք միս, տտում, պատրջան եւ ինչ որ պետք է մարացնել, ճաշ պատրաստելու համար $19.99 է առաջարկում, անաշե գիֆտ Գլենոքս փողոցի վրա է գտնվում 1937 West Գլենոքս փողոց կվերադառ։ Նյու Յորքում police burglary, այդ որ գողը մտնում է միտեղ, police մոտ ձայն է գալիս է եւ police-ը անմիջապես գիտի որ մեկն է, որտեղ գումար են տալիս, որ police-ին կապվի, ուրեմն police-ը անմիջապես ուզում է գնալ եւ տեսնել գողերին ձերբակալի, տեսնենք ինչ է պատահել, որ ալարմը աղմկում է։ Մեկ տեսնում եք այստեղ եղջերու մտեն է, այստեղ գրասենյակ County Police Department զանգը գալիս է եւ հետո տեսնում են եղջերու մտեն է ջարդ ու խորդ անում ամեն ինչ
իրեն կարողանում են պահել ու ապահով այդ տեղից հանել իրեն։ Իսկ ես վերջավորությանը ձեզ Ջեքի եւ Շադոյի մասին էի ասել, որ Սան Բերնարդինո այստեղ Բիգ Բերում այնտեղ նախապես նաեւ ծու էի տրել, Ջեքին ծու էր տրել, բայց գիտեք արծիվը շատ հավատարիմ կենդանի են, երկուսը իրար հետ են պես մնում են, երբ մեկը նստում է ծուի վրա, որ այդ պստիկ թրջունը վերջո այդ տեղից լինի եւ ունեցան երկու մեծացրին, հետո նրանք թողին գնացին, հիմա երկու ունեն էլի մի քանի ժամ իրենք չգիտես ինչու հեռանում են, ակրավը գալիս է ու մեկը կարծեք տարին են, մյուսին ջարդեն են եւ ահա հիմա այս երկու չկա էլ ամենայն դեպս այս արծիվը այդ չգիտեք թե հիմա այդ որ ճաքերն է ինքը լուր ունի որ ճաքած է այդ մեկը որ ծում որ նստում է վրան թե ոչ հիմա պիտի տեսնել արդյոք այդտեղից մի բան կպատահի այդ մեկը ինչ որ մնացել է եւ ասացի իմացամ ջարդվեն է տեսնենք ինչպես կլինի այս արծիվի վիճակը բայց բարեբախտաբար մի բան ասեմ արծիվի մասին 1963 թվին այս երկրում 417 արծիվ էր մնաց այդ ժամանակ ասացին արծիվին կարելի չի կրակել սպանել արծիվը արգելվում է արգել այսպես արծիվը այս երկրի սիմվոլն է նշանն է այս երկրի տեսնեք միշտ ամենտեղ տեսփանատուն արծիվի գլուխը դրեն սա bold արծիվ է bold eagle է այսինքն սպիտակ գլուխ արծիվ է մի անգամ պետք է տարբեր տեսակի արծիվի մասին խոսեմ ամենայն դեպս եւ սրանք որ նախապես երբ որ ծակը ծնվում է այս վերևը վիզը եւ գլուխը սպիտակ չի հետո է սպիտակում երբ որ ծակեն այդպես չի աման bold eagle-ը եւ հիմա 300 այդ 417 ընդամեն ամերիկայում մնացել է հիմա եկել է հասել է 316700 արծիվ գոյություն ունի Միացյալ Նահանգներում ծրագիր եկավ իր ավարտին ձեզ կհանդիպեմ վաղը մի շնորհակալ